Մերս հողերի արժեքը, ես իմ տարելն հասցրել ես իմ ում հորգիմն են դրել վրներեն։ Ախպեր ջան, մի դենը նայ, են քարքարոտ հողը, նա միլիոնանոց հող էր, մարդիկ չեն կարուն դաժե հող առնեն ասենք, միջորի բաս արկեն։ Աճուրդ պետք է արվի, то есть ինչքան ինչ պետք է անի։ Կատաստրային արժեքը 66400 դրամ է։ Մինա ելի տաշկոտ նայ, տեսեն օրինակ նա 6000 դրամանոց հող է, թե դա ինչ է։ Սարի դոշ ու տեսեն ինչ era, քարեր ասա։ Այդ մեկ։ Երկրորդն էլ է հարկերը, հողի հարկերը։ Օր-օրի վրա բարձրացնում են։ Սա միշև երբ է տևելու սա։ Նամակել սրոք են դրել ամսի 27 թիվն է, 26 թիվն է, իբր թե վերջինը պետք է լինի, բայց դե հա աճում է։ Չեմ հասկանում, դե փողը չի երի կոնտրատ աշխատավարձը, թելի ինչ չանում։ Պարքիվավճարը փողը չի երի։ Դե պարքիվավճարին չի երի քում։ Ախպեր ջան, դե գնան մի տանից ստանում բյուջեից ստան մկել իրանց։ Նայ, իմ մոտեցում հետևյալն է։ Եթե գյուղում մարդ ուզում է մի բան սարքի, ոչ թե հողի գինը պիտի ավելացնես, հակառակ են բանով էլ դու պիտի օգնես, պիտի խրախուսես մարդու, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում։ Հակառակը, պետությունը ինչ-որ չափով պետք է մասնակցություն ունենա։ Հիմա ներողություն, գյուղացի մարդիկ են սաղասել, ենթադրենք մի հատ զուգարան է սարքում, բաղջիտ մեջը։ Հա, պետք է տանես պրոյեկտ տանել, այսի միջեր անեն, ինչ ֆոկուսներ անեն։ Հա, լյուբը բանը տունդ ավելացրիր, կողքից մի շինություն արիր, պետք է տանես պրոյեկտ անես, փոխես, այսի միջերը դա ինչ բան է։ Գյուղ տեղ այմաս, հա։ Անես չի որ ասեք քաղաքի։ Չգիտեմ, գիտեք թե չէ, որ բանա, այդ մի քիչ ուրիշ անեկդոտա չէ։ Որ մեկը բանաս, ինչ որ բնակարան ստանում Մոհոլիայի բանի այդ կողմերի մասին էր մի քիչ։ Բայց յուրտայում էր ապրում միշտ, հիմա բերել է այդ բնակարանի մեջը յուրտան դերել է, յուրտայում ապրում, տուն ասարկել ավելի ճիշտ ինչ որ իպոթեկով բանով։ Հետո հարցնում ասում է տուալետը ուր ես գնում, ասում է զայուրտու։ Հիմա եթե տուալետ սարքելու համար ինչ որ հատուկ բաներ են ուզում, ուրեմն չի լինի, ախպեր ջան, գյուղում ապրող զատոստե մի երկու ճոխ մի կետ մարդ է մնացել։ Սաղել թողել գնացել։ Հա, եթե մարդկանց էլ բան չեն անում, մնան ինչ անեն այստեղ։ ինչքան փաստացի բնակչություն, ինչքան չեմ իմանում բնակչությունը կոնկրետ։ Ընկել կետը քան Բայց գազա շատ էր, էլի, որ ընկել կետը քան գազա։ շատ էր, բայց հիմա չկա։ Մարդիկ թողել են գնացել։ Սա քաղաք են գնում, սա եսին որ դեն գնում, որ մի կերպ յոլակ են։ Ոչ դե գործը չկա, բան չկա։ Հիմնական վարձակալական հողերը աշխատանքի համար գնում։ Հա, Ռուսաստանը գնում, սա բավարար են գնում։ Բանը այս վարձակալական մարդիկ վերցնում են, ասենք որ խոտա մոտա քաղեն բերեն անասուն։ Էդ էլ է թանկացրած։ Դե սալարկի մասին խոսք չկա։ Հենց կասիլկեն մտավ խոտի մեջ, սալարկը նլնում է եսիմ ոսկի ժամանակ բան ենք տալիս եւ պարատանյութ ենք տալիս գյուղացուց եւ դիզվարելիք ենք տալիս, պարատանյութ ենք տալիս եւ նյութաքիմիկատներ ենք տալիս։ Հիմա վերացավ, չէ՞։ Եղել վերանալու են։ Աշխատանքի տեղեր լինի գյուղերում։ Մի մասը օրինակ մի հատ սպանդանոց են դրել։ Դեր չկա որ հանձնենք, այդ սալոր, մալոր, հիմի էլ արաղ են կաշել, բայց այդ չկա։ Ինչ անեն ժողովուրդը։ Ճանապարհի հետ, ասենք, բոլորը ֆինանսի հետ կապված է, այլ ասենք, եթե գյուղացին պահում է մի հատ սուլիկ, որ պիտի ծախի օրինակ 350,000 դրամ, մենակ 50,000 դրամ ճանապարհի ծախս անում։ Ճամբարակում ընդհանուր սահմանների շրջաններում ոչ դիահերձարան կա, ոչ ազնագրային կետ կա, ոչ կատաստր կա, ոչ իման ամենակարևորը գոնե սահմանների շրջան, որպես դա լինի։ Օրինակ Իջևանում 17 հատ մուտք կա ազնագրի բաժին, բայց դե մի հատ բաժին էլ չկա ազնագրի։ Իդեպ համարը բոլոր տեղ նույն հարցն են տանում։ Դիահերձարան։ Ձեր դպրոցին հալա ձեր չեն տվել։ Չէ, այն ամեր դպրոցը հալա ձեր չեն տվել։ Բայց Հերթի մեջ սպասեք, հեսա դրանել են հասնել։ Հերթի մեջ է, ոնց է։ Հերթի մեջ է, ոնց է։ Երթի մեջ է։ Կոնկրետ ներքևի գյուղում Աղավնավանքում դպրոց են սարքում, ասենք 300-400 հոգանոց մարդ որ գնա այդքան աշակերտ, բայց եթե բնակչություն օրինակ 20-30 հոգի այդ դպրոցում սարքում։ Չէ, ուրեմն սա են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են Դե լրի փակելու։ փակված է, էլ Իհարկե սա։ Մեր ծրագրում հստակ ֆիքսել ենք, որ դպրոցաշինությունը դպրոցներ փակելու համար չպիտի լինի, դպրոցներ փակելու համար։
Եթե դպրոց ես կառուցում մի հատ 5 հատ փակելու համար, Ուղղակի անընդունել է։ Պարոն Քոչարյան, մենք ներքևի գյուղում մենք զորավանքում ենք մնում, ասենք շատ կուզեմ, որ այս դպրոցի հարցը լուծվի աշակերտների գնալ գալու հարցը։ Որովհետև աշակերտները առավոտը մանկապարտեզի գազելով գնում են, գալիս են այստեղ իշնում գնում դպրոց, հետո ժամը 2-ին 1-ին երբ ավարտում են դպրոցը, արդեն ամեն մեկը իր ոտքով, չգիտեմ, մեկը 3-րդ դասարան, Ինչքան է։ 3 կիլոմետր, դե լավ, մեծը կարա, բայց երկրորդ, երրորդ դասարանի երեխան ոնց պիտի գնա։ Դե երկրորդ, երրորդ դասարանը մեր գյուղում է, ասենք 4-5 աշակերտ է, մնացած ասենք 4 դասարան։ Ну մեկը հերո է, ձմեր, անձրև, բան, ոքո։ Առանձնական մեքենաներով։ Այսօր ասենք կարան էլի մեր գազել տրանսպորտ, բանալի տրամադրեն ժողովրդին։ Հիմա ամեն մեկ իր երեխան են որ վստահելով մեկը կարա ավտոյի տակ ունի բան։ Գազելներ աշխատողների բիրերը տանում ավոնում։ Լավ, հասկացա։ Բարոն, ես ուզում ասեմ, այս 16 տարի է մեր տունը հոսքի տակ է։ 7 շունչ ենք, ստրատանը, դրատանը, չգիտեմ ինչ անենք, ոչ մեկը չօգնում ես, ոչ մեկը։ Հա, տղես սարայում է, նայումնիկ է, Ղարաբաղել է եղել։ Հա, հիմա սենց մնացել ենք սենց։ Նայումնիկ չի, պայմանագրային է։ Հա, նայումնիկը լավ բառ չի։ Հա, դե չեմ կարող։ Պայմանագրային է։ Ինչ անենք, ոնց անենք, ոչ մեկն է չի օգնում ես։ 7 շունչ ենք։ Մերս հիվանդ, ես հիվանդ, չգիտեմ։ Սրանները տանում։ Հա, ինչքան մնաք ստրանդրա տանը, տան գիներն չգիտեմ ինչ։ Քանի տուն կա այդ վիճակում։ Այդ վիճակում մեր Մերոնք հիմա էլ թվաց։ մերն էլ Բաբշետը կա, բայց դե իրանք մնում են, ես չեմ մնում։ Քանի տարի դուս եկած։ Չի արվում, թե Չէ, սա քուն եկած։ Չէ, պիտանի չի։ Չէ։ Հա, ճանցա չկա, սախտները քանդված։ Արդեն ծռվել է։ Հա, երկու տարբերակ է, մեկը ուղղակի դիալոգիա են անում կամ ամրացնում են, բայց դա շատ դեպքում ավելի թանկանացնում Չէ, քան արդեն բան արած է։ նոր ֆինանսավորում են, նոր տուն են կառուցում, մարդու ասում են այստեղ։ ճանապարհ չկա, Вообще չկա, մաշինը չկա։ Համար նեղություն չի, մենք կարող ենք գնալ ու ձեզ ցույց տալ մեր բնակարանը։ Շատ ահավոր Մենք վիճակ է։ տանենք 16 տարի է։ 7 շունչ են, չգիտենք ինչ անենք, ոչ մեկը մեզ չօգնում, ոչ մեկը։ Հա, արդեն քանի տարի է։ Դիմել եք, Դիմել ենք։ Դիմել Դիմել ենք, ենք։ ոչ մի ոչ մի պատասխան չենք ստացել։ Մենք ոչ մեկից ոչ մի պատասխան չենք ստանում։ Ոչ շինարար կա ստեղ մասնագիտությամբ։ Կա շինարար։ Եթե ձեր Մի գյուղում, մի գյուղի տուն սարքելը, ինչ գումար կնստի։ Մի րոպե, սա։ Հա, Ժորժա։ Երկաթ կոնստրուկցիայով այսօր ավելի Մի տունը ինչքան կնստի գյուղում կառուցելը։ Նկարի։ Հա, մի տունը մոտավորապես մի փոքր տուն ինչ կա։ Տունը թիվը ասեք։ 20000 միլիոնի 20000 Հիմա ես ուզում եմ բան անեմ, էլի մի հատ օրինակ մի անգամ եթե պարտիավճար մի ամիս չտան։ Քանի նման կարգի հարց կարելի է լուծել գյուղերը։ Ձեր հարցը 3 ամսում կարան ուղղակի մի ամիս մարդ չգնա պարտիավճար չստանա։